Երբ ձեր տանը տոն է, պետք է գեղեցիկ եւ ուրախ լինեք։ Պետք է հետևեք, որ ամեն ինչ ընթերի լինի։ Դիմավորեք հյուրերին եւ վայելեք երեկոն։ Դուք պետք է հանգստանաք, իսկ մենք կպատրաստենք ձեր փոխարեն։ Պատվիրեք համեղ ուտեսներ Grill Express-ից։ Grill Express, հյուրերը գոհ են, դուք երջանիկ։ Ուրեմն ես Նիկողոսյան Մկրտիչս ծառայության անցնելով Վրա Մարևշացյանի մոտ երդվում եմ։ Չուտել մսային կերակուրներ։ Ուտել միայն բույսեր, հիմնականում սարի խոտ։ Ու մաշվին։ Իմ հաշվին։ Ապեր Նիկան քեզ սիրում, հա։ Օրդ ի՞նչ կապ ունի։ Բա որ չի սիրում, էր ինչ ես քեզ դրեկո երազածտա ուտել։ Կայնի արա։ Գագոյի պահով ես կարամ զանգեմ Ամերիկայում գանգստեր ընկերներին դրան վերացնել։ Հա։ Կուզես։ Խրայ բալա, բա որ դու գնացիր, ով է ինձ ուղղություն ցույց տալու, ով է սխալներից վրա խոսալու, հա։ Նիկան վրամ դեդե։ Ես Իրանի նման չեմ կարա։ Դե դու էլ քո ձևերով կանես։ Մանուշիկ ինչ ես խոսում։ Չես լինում, որ ադեսնյակը սիրտ չունի։ Ախ արա, բարը ինչ դաժանա կյանք արա։ Բա մարդ էլ պահի, մեծասնի ուտա ուրիշին արա։ Գոնե տղես հետս ապրեր, հա։ Այ քո արել չէի մխկտա։ Էլ մի ասա։ Բայց հինա յաբրում եմ էլի։ Հյուրի կարգավիճակում չէ։ Դարա լավ է։ Մարդու երեխեն պիտի իրա հետ ապրի էլի։ Այ օրինակ, ինչ վատ կներ մեր հետ ապրեիք, հնարեք ջան։ Ճիշտ չեմ ասում, հա, ժողովուրդ։ Ես լրիվ համաձայն եմ։ Բայց տես ճիշտ չկա։ Տենում ես, թշնամին տնից ալնում։ Բայց չեք ուզում, գնացեք առանցին ապրեք։ Ես ու Մարգարիտաս էլ իրար հետ ջահելություն կանենք։ Արա ստան ես ինչ դժվար է լուծվում հարցերը։ Բա որ ասում եմ։ Իսկ քեզ ոչ մեկ չխոսցրեց։ Եթե դժվար է լուծվում, ուրեմն տենց է պետք։ Ինչի ինձ վիրավորեցիր ձերանց մոտ։ Եվ։ Են որ ասեցիր ատեցնյակը սիրտ չունի։ Հապա կարող է տենց չի։ Ուրեմն իմ ասածը հեչ, հա։ Ես բան եմ ասում, իսկ դու իմ բերանը փակում ես մխո։ Լավ եմ անում։ Համել գոռում ես։ Որտեվ չես հասկանում, որ դու ինչ խոսես։ Հա, մխո։ Լավ նորմին եղացի, պապան է էլի։ Ես մինչև ամուսնանալ էլ ձեր տուն չեմ գալու։ Ինձ լավ չեմ զգում։ Հապա։ Իրեն ջան։ Ես քո կյանքին մեռնեմ, իմ անուշ բալա։ Ես ինչ կաֆեին ես ինձ տվել։ Այն ինչ որ միշտ առնում եք։ Բայց էժանի համ է գալի։ Չէ, մխո ջան։ Մի հատ ուրիշը սարքի։ Այսօրվա եղցան-մաղցաններն էլ լավ շիր սարքի։
պապային տնակ հետո վարձանակ բերել։ Ես գնում եմ փոխվեմ, Վարուժ։ Լավ էլի։ Ես հետո պապայի կասեմ, որ դու ինձ ռեստորան ես տարել։ Դու այսօր դրա համար չեմ ասում, վայ։ Սավուր Զորիկ ջան։ Ժաննայիդ վարձեցավ նինջասեին։ Լավ անցավ։ Հա։ Հաստատ։ Բայց ես Զորիկ ջան բանն էի ասելու։ Փողն է ստանալու։ Կերբանալը բարձացի վերև տեսել եթե հարմար մոմենտը մտնեմ մոտը դուրս գալ։ Վայ չէ, օմոթա։ Դու ինչ տա ամոթ դրան ասկից կնայես նոր կմտնես։ Ես ինչ ես անում, մարը։ Զորիկ ջան, ուղղակի նայում եի տնեի։ Օհ, քնացեք թե չէ։ Քնած եմ, հետո։ Ուղղակի Վարուժն էր ասել նայի։ Վարուժն եկավ։ Զորիկ ջան ասում է, ասի մոտ մտնեմ տերեմ ու քնած չես նոր գնամ։ Քնած եմ։ Կնգած, գրգած քնած եմ, հետո։ Հետո այսօր սոֆայի հետ գնացինք ռեստորան բարմանը կամ լիքը լավ տեղեր գնացինք վերջում ասի մատ գամ քեզ տերամ նոր գնամ քնեմ։ Ես քեզ ասամ գաս ինձ աչոտ, 10 արա։ Ժանի ոտը ես տան էլ չտենամ։ Ես ուրիշ պովար կբերամ։ Հրդրա դուխին նայա։ Հա բայց Ժանը ինչ մեղք ունի Զորիկ ջան։ Քեզ տնից հանամ Վարուժ։ Անա թարգի Ժան։ Բայց ախր նենց էին տնացել։ Ես վաղը Զորիկ ջայի հետ կխոսեմ, արխային։ Ոչ մեկ է չի ուզում որ դու ստեղից գնաս, դու աթու ջրի պես պետք ես մեզ։ Հա, բայն կվարձե դինով պտի նայ այ ախպեր։ Չեմ գալիս։ Անուշիկ ասում եմ հենց հեմի հելարիստ է։ Իսկ ես ասեցի որ չեմ գալիս։ Ուրեմն իմ ասածը յան տեսում ես, հա։ Դե լավ։ Այս էլի պատրաստ չի։ Ես չեմ հասկանում այդ տղեն ինչ անում ամբողջ օրը։ Ժանը գնացել է։ Ուր։ Տուն ուր։ Զորիկ ջան չուղարկեց։ Սով։ Երեխիքն են։ Ժանին ասալի։ Ժանը գնացել է։ Ուր է գնացել։ Իրաց տուն։ Ջան, որ շատ խնդրեմ իմ համար խանութից համով բան կբերես։ Չէ։ Ես քեզանից չէի սպասում։ Այսօր Խանութ։ դու ինչ ես գնում։ Բա ով գնա, թիկնապահը չի գնում, Ժանին էլ իրաց տուն ես ուղարկել։
Տիկնապայից բան չասաս, վարոշին հանա ղրգա։ Պետք չի, հա, ես կգնամ։ Ասամ հանա ղրգա։ Վարուշ, կներես էլի, որ արթնացրեցի, ուղղակի Զորիկ ասեց, որ դու գնաս։ Որ Խանութ։ Շաննա դու օրեց որ ավելի ես գժվում։ Ջան, ես ինչ անեմ, որ ոչ մեկ չի գնում։ Արտյոմ։ Ինչ ես անում։ Ծատունը չլսամ։ Թող ես սոֆային ամեն ինչ կբացատրեմ, խի եմ եկել քո մոտ։ Սոֆային պետք չի ոչինչ բացատրել։ Հա բայց այստեղ չեմ կարող երկար մնալ։ Շաննա ջան, 5 րոպե սպասի, խնդրում եմ քեզ սոֆան 5 րոպեից կքնի։ Ծոն ջան, խնդրում եմ, էլ երեխեքին ուշադիր եղեք։ Ես էլ չեմ դիմանում։ Դե ասա ժամին մի սովատացեք էլի։ Ճիշտ ես ասում։ Ծոմին ասել եմ, որ ուշադիր Կյանքս դու հանգիստ քնի, որ արտնանան, ես տիրություն կարում։ ապրես բաչում եմ։ Ես էլ։ Սիրում եմ, որ ինձ բաչում ես։ Ես էլ կյան, դե քնի քանի քոնոտ չի պախել։ Ես ինչ էր։ Դրսից էր էլի։ Չէ, դրսից չէր, մեր պահարանից էր։ Հաստատ դրսից էր։ Վարուշ գնա դուռը բաց, տեսնենք ինչ էր։ Դու կյանքս ինչ հետաքրքրասել ես, արի քեզ գրկեմ քնենք էլի։ Վարուշ բաց պահարանի դուռը։ Սով դե միշտ պարտը դիրա գրողը շոր անգել, պարտը դիր պետք բացես տենաս։ Սով մի ռոպեր էլ, ճակս խնդրում եմ էլի պետք չի, վայ։ Վարուշ, եթե չթողնես բացեմ, պապային եմ կանչելու։ Ախի, ասենց ամեն ինչ փաստացվում։ Մամա ջան։ Ջանուլ, այս այն ինչ, որ դու մտածում ես։ Սով սպասելի խնդրում, ես քեզ ամեն ինչ կբացեմ։ Թող ինձ։ Սուս մեղ վայ։ Չեմ ուզում լսեմ։ Սով պապայիդ ասած ճիշտ չի հասկանա։ Թող չհասկանա։ Սով ես քեզ ամեն ինչ կբացատրեմ, հետո դու ոնց կուզես արա, մի վարկենից դսի։ Չեմ ուզում։ Գնա դե ինչ ուզում ես արա։ Այ քեզ բան։ Հաստորեն ես սոված մնացի։ Come on, tomorrow. Մացակնա։ Ես ինչ եք անում արա։ Դե զորից ոնց որ երկրորդի մասին եք մտածում էլի։ Հա։ Հա։ Դե մի քիչ կամաց մտածակ։ Այս տանը մենակ դուք չեք։ Եղավ զորից է։ Կյանքս ես քեզ ասում եմ որ քո գնալը ճիշտ չի։ Մարդու չես լսում, ես քեզ վատ բան կասեմ։
Մեկը ասելու եմ, Վարուժ։ Հոգիտս չի ջորդվել։ Չէ, կյանքս նույն հյութը խիտ մնացել։ Եկել է ինձ ասում գնա խանութ։ Պապա տեր ասել որ ինձ ասի։ Հետո տեսա որ գալիս ես իրան ասի մտի ինտեղ միջև սոֆան քնի։ Սոֆան քնի որ։ Քնի որ դուրս գաս գնաս։ Ինչի ասացիր որ մտնի ինտեղ։ Սոֆ որովհետև գալու էր ներս ու իրան տենալու էր ու սկսել էր ուրիշ բաներ մտածել։ Ես էլ կոնֆլիկտից փախնելու համար եմ տես բան արել։ Մեր հանուն մեր սիրո եմ արել։ Մեկա ես քեզ չեմ հավատում։ Սոֆ կյանք, բացի քեզանից ոչ մի աղջիկ ինձ չի հետաքրքրում։ Ты моя единственная, Софа, понимаешь? Սեր պատճառով գիտես գեժացավ։ Քո քիթը միշտ էլ սիրուն է, քո քիթը տենց էլ կլինի։ Հիմա իշքանը ջարդու խուր տեղացավ, մեկը ինքիրա ութեղությունը չի կորցրել։ Համյակս բա հիմա ով է գնալու խանութ։ Վարուժ ինչ խանգարաս։ Հիմա իրանք շատ բուրըն երկրորդ երեխու մասին կմտածան։ Բա ես սոված մնամ։ Դու է։ Հա, բա մենք երբ պետք է մեր առաջինի մասին մտածանք։ Ուֆ, սոված փորից ուղեղս ընդհանրապես չի աշխատում։ Գնա տես տունը ինչ կա կերելի։ Բայց ինչ բուգա քո բուգը։ Ձյոն չես փոշմանել։ Չէ։ Բայց դու ինչ համառն ես։ Մերսի, բայց ես սուրճ չեմ ուզել։ Իրար հետ խմենք։ Չեմ ուզում։ Կարող է չես ուզում որ կողքդ նստեմ, եթե չես ուզում ասա։ Դու նստի, ես գնամ մի քիչ պարապեմ։ Կլինի ես էլ նայեմ։ Չէ, տես չեմ կարա։ Լավ էլի։ Բարի գիշեր։ Իրենչու դունզի, ինչ ձևի տղայնյակ ես ճանաչում։ Չուչին նվիրված։ Ապրես, այսինքն պանյատների մեծ բագաժով ու ճշտի աֆորիզմներ տարածող տղայնյակ։ Դե հա։ Բանուշիկին ինչ ձևի տղայնյակ ես ճանաչում։ Լավ աղջնյակ։ Դե Անուշիկի մանկության ընկերուհին է, ճիշտ է, ինքը կյանքին մի քիչ ուրիշ կերպ է նայում, բայց դե Այդ ուրիշ կերպն է, որ ես ուզում եմ ջարդեմ։ Հա։ Բայց այդ արդեն իմ գործը չի։ Սաղ շիրտուն չի եկի։ Իսկ իրան հարգող տղայնյակը այս սիտուացիոնում ինչ պետք է անի։ Ես ասեմ։ Հա։ Դե պետքա պարզի, թե որտեղ ա եղել գիշերը։ Իրենչու, իրան հարգող տղայնյակը։ Մխո դե ես ուրիշ տարբերակ էլ չունեմ։ Պետք է ասի Ազիզ ջան, վեշերդ հավաքի ու դավայ, էլ ոտը տեստանը չտենամ։ Հիմա դու տենց ես անելու։ Բա ես իրան հարգող տղայնյակ եմ, չի։ Այստեղ ես։ Արդեն գնում եմ։ Ես քթիդ վիճակն ինչ է։ Էս հեչ պապ ջան, հեչ պապ ջան։ Արա դու վայրենի չես։ Ինչի զորիկ է։ Բա տենց են աշխատում երկրորդի վրա։ Վերդ մի բացա։ Դու մի ամիս առանց սոֆա մնացիր։ Հիմա ում կսպասանք։ Ժանը չկա որ սեղան գցի, գոնե դու գցեք։ Չհասկացա։ Դու 2 ամիս առանց սոֆայի քնար։
Բայց ինչի Զորիկ ջա։ Բա ես եկա Զորիկը ստեղ նստած, դու պետք է ասաս ինչ անենք։ Հասկացանք Ժանը չկա։ Ու հեչերես տուն ինքը ոտ դրավ։ Հելակ սեղան գցեք հաց ուտենք։ Պապ ջան, բա մի հատ չտեսնենք Հարսիկը ոնց է սեղան գցում։ Հա, տենանք։ Հա, ես ոտքս ունենց եմ ցավացրել, չեմ կարում կանգնեմ։ Լավ, Գյադուի ջան, դու լավացա։ Սոխո ջան, մի բան արա։ Պապերը գնացա մնգե ամբողջ ջանս ցավում է։ Ինչ Զորիկ ջա։ Դու հասկացար։ Հիմա ինչ, սենց նստած պատամանանք։ Պապ, մենք չենք կարող առանց Ժան։ Ժանն է, արի օգնի, որ գոնե շուտ լինի։ Դավայ, Գյադուի հելար։ Հա, բայց ցավում է։ Ոչինչ, թոփոտալով սեղան գցար։ Վայ, վախացրիր։ Բայց ասա, որ հաճելի վախ էր, վայ վախը բռնեմ։ Քաջիկ ջան, ես դեռ համբերատար սպասում եմ։ Ինչին իմ սրբուկ։ Թե երբ ես այս ամեն ինչին վերջ տալու։ Ոնց, սրան էլ վերջ չկա, ասեմ ավելին, ես հլն նոր ասկսվել ու շարունակվելու եմ իջև կյանքի վերջ։ Երանի քո հավեսին։ Սերը հավեսով չի։ Նստի։ Նստեմ։ Քաջիկ ջան, ես իմ կողքը ուզում եմ տեսնել հասուն տղամարդու։ Տղամարդ, որն ինձ կպաշտպանի, կսիրի, ու տենց լիքը բաներ։ Դու իրան արդեն գտել ես։ Սխալվում ես։ Բարև աղբերս։ Արա ես չեմ ժոգում, դու ես տանն ես ապրում։ Չէ, մխո ջան, նոր եկա։ Ուղղակի ասի կամ տենամ, ինչ կա չկա։ Չգիտես այդ հարցի պատասխանը, քաջիկ։ Ոչ մի բան էլ չկա, երհասարակ։ Հա, եղավ ապեր։ Իսկ սրբուկի այդ աշխատավարձը պայելու մոմենտը ուժի մեջ, հա։ Այո։ Եղավ մխո ջան, ոնց որոշել ես ապեր։ Ճիշտ է, մենք իրար ուրիշ մարդ չենք, բայց դե ես ինչ կարամ անեմ։ Արա вообще չիլի պսակվեք պրծնենք ձեզանից։ Շուտով ապեր, շուտով։ Դե ես պոկվեմ սրբուկ ջան, իրիկուն էլի կգամ։ Բա սոված չէիր։ Չէ, գործից ուշանում եմ, գնացի։ Էդ ինչ է լցե կաֆեինիս մեջ։ Ոչ մի բան մխո ջան։ Ոնց ոչի բան։ Ոնց ոչի բան։ Այդ կաֆեինից հետո ես պրիստուպը սկսեց փորիս։ Արա այդ բոյֆրենդիդ հետ որոշել եք ինձի խիղճեցնեք, հա։ Էսա տես ես ձեզ ինչ օրն եմ դնելու սրբուի։ Մի կապիկ չես ստանալու ես ամսվա համար։ Նորմալ, լավ։ Ես մի ժամով դուրս եմ գալիս։ Ուր ես գնում։ Նարեկի հետ գնում ենք ման գալու։ Բալիկ ջան, բայց ես որոշել եմ այսօր ձեզ տանեմ սրճարան։ Ոչինչ, թող մնա հետո կգնանք սրճարան։ Չէ, Նարեկի հետ ման գալը թող մնա հետո։ Բայց դες չի լինի, ինքը եկել է ու սպասում է։ Այ աղջիկ ջան,
Ես ամեն օր այդքան ազատ ժամանակ չունեմ, չես հասկանում, այդ ցավը տանեմ։ Իա։ Բալես, մենք քեզ արդեն այնքան շատ ենք կարոտում, որ ուզում ենք մեր հետ լինես։ Ես մի ժամից կգամ։ Նարեկը կսպասի։ Իա։ Նար կլինի հետո գնանք։ Ինչի։ Պապան ուզում է մեզ սրճարան տանի։ Եթե ուզում ես դու էլ մեր հետ արի։ Չէ դե սուր գամ է։ Բայց եթե տես բան կար, ասեր չգայի։ Դե նոր իմացա։ Ներվի պապատ իմացել է, որ եկել եմ հետևից հետ, որոշել է տանի, չէ։ Երևի։ Վերև նա պապատ։ Հա։ Նար ինչ ես ասելու։ Վրամզյա, ես ու Իրենը կարանք մի ժամով դուրս գանք։ Չէ, Նարեկ ջան, չեք կարա։ Բայց ախր պայմանավորվել ենք, է։ Բայց ախր մենք էլ ենք պայմանավորվել։ Ու աշխատի իմ աղջկան, այս երկու օրը չանհանգստացնես։ Ինքը խիստ զբաղված է, հասկանում ես, խիստ զբաղված։ Լավ։ Հա, Գնացինք։ համոզեցիր։ Գնացինք անի չի փոշմանը։ Վրամ։ Հա։ Իրենը տանը չի։ Անուշիկը շատ արատաձեռն է։ Երեք իրա դիսկած եկան թողեց եկավ, որ փող տա։ Ես որոշել եմ սակվել։ Ես քեզ աղջիկ չունեմ տալու, դավայ։ Մի հատ հասցի ասեմ կարաս թափով գացտե։ Աղջիկա թեմա է էլի։ Էլի անորմալություն ես արել։ Չէ, այս անգամ ես չէ։